մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակվում է եւ ավելին մենք տեսնում ենք, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատեց օրինագիծ, որի համաձայն եւս 60 միլիարդ դոլար է տրամադրվում ադմինիստրացիային, որպեսզի պատերազմը շարունակվի Իրանում եւ մենք տեղեկացանք, որ վերջին տվյալների համաձայն փետրվարի 28-ից մեկնարկած պատերազմը մինչ օրս Միացյալ Նահանգների վրա արժեցել է մոտավորապես 37 միլիարդ ԱՄՆ դոլար։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ բազմաթիվ արևմտյան վերլուծաբաններ խոսում են նրա մասին, որ Միացյալ Նահանգները նախապատրաստում են նոր ավելի ուժգին հարված Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ եւ նաև տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները շարունակում է զորքերի տեղակայումը Պարսից ծոցի ավազանում եւ տեսնում ենք, որ շատ են արդեն իսկ խոսակցությունները սահմանափակ ցամաքային գործողության մասին։ Պարոն Նահապետյան, հարվածների այս փուլը եթե դիտարկենք, ապա մենք տեսնում ենք, որ հիմնականում թիրախավորվում են կրիտիկական ենթակառուցվածքները Իրանի Իսլամական Հանրապետության եւ ի տարբերություն նախորդ շրջափուլի պատերազմի, որտեղ մայրաքաղաք Թեհրանն էր ռմբակոծվում, քաղաքացիական օբյեկտներն էին ռմբակոծվում, բազմաթիվ դպրոցներ ավերվեցին Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից։ Հիմա կրիտիկական ենթակառուցվածքներն են եւ կարծես թե տպավորություն է, որ Միացյալ Նահանգները փորձ է անում ստեղծել դաշտ, որպեսզի հնարավորինս անվտանգ կերպով կարողանա դեսանտային գործողություն իրականացնել, որտեղ եթե դիտարկում ենք աշխարհագրությունը ռմբակոծությունների, հիմնականում կարծես թե առափնյա շրջաններն են Պարսից ծոցի եւ նաեւ կամուրջները Իրանի Իսլամական Հանրապետության կարևորագույն կամուրջները, որոնք ապահովում են լոգիստիկ կապերը տարբեր շրջանների։ Արձանագրենք այսպես, բարի գալուստ երրորդ համաշխարհայինի երկրորդ փուլ։ Ես գնահատում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը հիմա մտնում է որակապես նոր փուլ։ Այսինքն Միացյալ Նահանգները որպես աշխարհի միակ գերտերություն եւ Ռուսաստանի Դաշնության հետ որպես միջուկային գերտերություն եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ որպես տնտեսական գերտերություն, առայժմ էս երեքն են, ինքը մտնում է պատերազմի ակտիվ փուլ եւ ուկրաինական ճակատում եւ իրանական ճակատում։ Մինչեւ ինքը այդքան ակտիվ չէր։ Հիմա ինչ ուկրաինականի մասին կարծում եմ հնարավորություն կունենանք խոսելու, հիմա իրանականի մասին խոսենք։ Իրանականում սկզբում երբ հարվածում էին եւ փորձում էին ոչնչացնել եւ հիմնականում ոչնչացնում էին Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարությանը, հարվածում էին քաղաքացիական օբյեկտներին, սպանում էին երեխաներին, սա ունի մի նպատակ՝ մարդկանց մեջ վախ մտցնել։ Ռազմական դիալեկտիկայում կարծեմ կա հետևյալ մարտավարությունը, որը ռուսերեն ասած կոչվում է շոկի տրեպետ։ Վախ, որը կարող է պատճառ հանդիսանալ այդ վախեցած միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր մարդիկ երկրում իրականացնեն իշխանափոխություն։ Այդ սինդրոմը չեղավ, չաշխատեց, որտեվ այդ նույն ժողովուրդը, երբ ԱՄՆ նախագահ հայտարարեց, որ շուտով հարվածելու է, սա նախորդ ռազմական գործողությունների ժամանակ, փետրվար 28-ից մինչև ապրիլի վերջը, 2 ամիս։ Հիմա երկրորդ ուրեմն փուլը, որ ինքը փորձում է առաջինի ժամանակ, երբ այդ ժամանակ ասում էր կամուրջներին եւ էլեկտրականներին կհարվածել, մարդիկ տասնյակ հազարներով գնում կանգնում էին։ Սա նախ ցույց է տալիս, որ իր այդ ձեր ասած շոկային հարվածը չաշխատեց, եթե մարդը մանալու չի վախում, տասնյակ հազարներ գնում կանգնում են կամուրջի վրա։ Սա նշանակում է, որ մարդկանց չես կարող վախեցնել։ Մարտավարությունը չաշխատեց։ Սա չէ։ Հիմա էլի խնդիրը իշխանափոխությունն է, բայց այլ գործիք է օգտագործում։ Այլ գործիքը ուրեմն մարդկանց սոցիալական նյութական վիճակի հարվածելն է։
Այսինքն, երբ որ դու հարվածում ես քրիտիկական ենթակառուցվածքներին, սա նշանակում է, որ գործնականում հարվածում ես տնտեսությանը։ Եթե հարվածում ես տնտեսությանը, հարվածում ես մարդու կենսամակարդակին։ Եթե հարվածում ես մարդու կենսամակարդակին, այսինքն մարդը պետք է վատ ապրի, որից հետո որոշում կայացնի, որ այդ վատ ապրելու պատճառը ոչ թե Միացյալ Նահանգներն են, այլ այաթոլլաների կառավարման ինստիտուտը եւ դուրս գա փողոց, որպեսզի տապալի։ Բարձր այսինքն նպատակը նույնն է։ Այն ժամանակ մարդը կյանքից է մեռնելուց է վախում, հարվածը դրաններ ուղված չաշխատեց, հիմա նյութական սոցիալականին, այսինքն եթե մարդը սկսում է վատ ապրել, տնտեսությունը ճաքերա տալիս, դե քրիտիկական ենթակառուցվածքները իրականում ապահովում են ցանկացած պետության մեջ տնտեսության շարունակականությունը։ Կամուրջներին հարվածել, երկաթուղուն հարվածել, նավահանգիստներին հարվածել, հա, այդ բոլորը տնտեսության կարևորագույն էլեմենտներն են, հա, կոմունիկացիաներին, բեռների տեղափոխման եւ այլն։ Ես վստահաբար եմ ասում սա չաշխատի, որովհետեւ Իրանի ժողովուրդը եթե մահանալուց չի վախում, ապա մի քիչ վատ ապրելուց, վատ հագնվելուց, թեր սնվելուց կամ վատ սնվելուց առավել եւս ծնկի չի գա։ Ամերիկայում նման որոշում կայացել են ինչի համար։ Իրենք, ինչպես ասում են, այլ ժողովուրդների եւ այլ պետություններին չափում են իրենց արշինով։ Հիմա այդ արշինով չափել են, որ Իրանի ժողովուրդը եթե վատ ապրի, սոցիալապես վատ վիճակում լինի, ապա փողոց դուրս գա։ Իդեպ այդ նույն գնահատականն է Ուկրաինայի պահով։ Հիմա եթե Իրանի պահով նայենք, ԱՄՆ համակերպվել է, որ Իրանը կարող է ունենալ միջուկային զենք, իդեպ ասեմ ձեզ։ Որովհետև երեք կնքվեց պայմանագիր Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Նահանգների միջև խաղաղ ատոմի շահագործման, ընդ որում այդ առաջարկը արվել էր վաղուց, բայց չգիտես ինչու Միացյալ Նահանգները ընդհանուր չէր տրվել, հիմա տրվել է։ Սա նշանակում է, որ եթե Իրանը դառնում է միջուկային տերություն, ապա իրեն հակակշիռ ԱՄՆ-ի դաշնակից պետությունը եւս պետք է դառնա միջուկային տերություն։ Իդեպ նման պրակտիկա կա, երբ Հնդկաստանը դարձավ միջուկային տերություն, ապա միջուկային տերություն դարձավ Հնդկաստանի հետ ճշտամաբար տրամադրված եւ այդ ժամանակ Միացյալ Նահանգների դաշնակից Պակիստանը։ Այսինքն հակակշիռները միշտ պահվում է։ Հակակշիռը ոչ թե պետք է լինի Իրան-ԱՄՆ, այլ Իրան իր մոտ պետություն, որը հավակնում է մոտավորապես այն նույն դերը, ինչ որ Իրանն։ Օրինակ, եթե Իրանը հավակնում է մահամեդական աշխարհում առաջնորդի դերում, այդ թվում նաև սուննի մահամեդական, որտեղ եթե մենք հետևենք եւ լսենք նախորդ հոգևոր առաջնորդի առաջին ճիշտ տեղափոխության այաթոլլա Խոմեյնի, հետո այաթոլլա Խամենեիին, որը զոհվեց պատերազմի ժամանակ ամերիկացիների եւ Իսրայելի հատուկ ծառայությունների ձեռամբ, երկուսի ելույթներում էլ միշտ կարմիր թելով անցնում էր հետեւյալ միտքը. Էական տարբերություն չկա սուննի եւ շիա մահամեդական աշխարհների, կա տարբերություն չարիքի եւ բարիքի, սատանայի եւ Աստծո զինվորների ու ծառաների։ Եվ նրանք, ովքեր որ Մուհամեդին ընդունում են մարգարե, նրանք, ովքեր որ Ղուրան իրանց համար սուրբ գիրք է եւ ձգտում են այդ գրքի կանոններով եւ արժեքային համակարգով ապրել, իրենք բարի դաշտում են եւ կապ չունի դա դու շիա մահամեդական ես թե սուննի մահամեդական ես։ Հետեւաբար Իրանը առավելս վերջին զարգացումների ֆոնին ունի նման հավակնություն իդեպ։ Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետություն ունի հավակնություն նման միավորել մահամեդական աշխարհը, կապ չունի որ ինքը շիա մահամեդական պետություն է եւ որը փոքրամասնություն է բնակչության թվականակով մահամեդական աշխարհում։ Հավակնություն ունի մահամեդական աշխարհում ավագարդ դառնալու եւս երկու պետություն, բացի Իրանի Իսլամական Հանրապետությունից, մեկը Թուրքիան է, որը հիմնավորվում է, որ մի քանի 100 տարի այն կայսրությունը, որ ինքը ստեղծել է, դա մահամեդական կայսրություն է, Ղուրանի հենքի վրա, եւ կապ չունի, որ ասենք այդտեղ արաբները վասալի կարգավիճակ են ունեցել։ Այո։ Եվ երրորդ պետությունը, որը հավակնում է մահամեդական աշխարհում լինել առաջնորդ, դա Սաուդյան Արաբիան է։ Արձանագրելով այն իրողությունը, որ Մուհամեդ Մարգարեն իր կյանքը, պայքարը եւ ավարտը հիմնականում ունեցել է այդտեղ։ Այսինքն արաբական թերակղզին միավորող գաղափարախոսության ջատագովը, որը հետո
40 տարեկանից հետո, որ միջև սովորական պատճառական էր, հայտնություն ստացավ եւ այնինչ արվեց, դրանով ոչ միայն արաբական աշխարհը կարողացավ մասնատված ցեղախմբերին միավորել, այլև հզոր կայսրություն ստեղծել։ Եվ Մեքքան եւ Մեդինան սրբավայրերը, հա, ծնդավայրը եւ մահվան վայրը եւ գործնեության վայրը, դրանք Սաուդյան Արաբիայում են գտնվում։ Եվ Սաուդյան Արաբիան եւս հավակնում է դառնալ իսլամ աշխարհում որպես ավանգարդ երկիր։ Այստեղից հետևություն, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը այնուամենայնիվ ստեղծում է միջուկային զենք, թեև արգելանք կա հոգևոր առաջնորդի կողմից դրված, ինչևէ, եթե ստեղծում է, ապա Միացյալ Նահանգները այսօր ի հակակշիռ Իրանի Իսլամական Հանրապետության ապագայում միջուկային տերություն դառնալու երեք կնքեց Սաուդյան Արաբիայի հետ էներգետիկայի նախարարությունները խաղաղ ատոմի հետ կապված տեխնոլոգիաների փոխանցման պայմանագիր, որտեղ փորձագիտական հիմնական շրջանակը, մասնագիտական ասում է, որ Սաուդյան Արաբիան ստանալով տեխնոլոգիաներ շատ արագ Միացյալ Նահանգների օժանդակությամբ կարող է դառնալ միջուկային տերություն։ Այսինքն արձանագրում ենք, որ իրանական ճակատը այլևս որակապես նոր փուլ է մտնում։ Այսինքն միջուկային տերությունների ստեղծման եւ հետագա մրցակցությունը կամ բախումները միջուկային վտանգի ֆոնի վրա կարող է դառնալ։